Այս պայքարությամբ նախատեսում ենք դատախազության առջև լինել մինչև ամսի 17-ը երեկոյան, ամեն օր ժամը 11-ից 8-ը այստեղ հերթապահությամբ լինել են մայրիկներ, ովքեր մտահոգ են Դավիթի առողջական վիճակից, թույլ տալ Դավիթին ստանա ամբողջական բուժումը եւ եթե հնարավոր է բանը շարունակի իր ընտանիքի հոգատարության ներքո։ Այսինքն դուք չեք ճանաչում Դավիթին, ուղղակի եկել եք ի աջակցություն որպես ծնող։ Ոչ Դավիթին, ոչ մայրիկին, ոչ մեկին չեմ ճանաչում։ Դավիթի մասին տեղեկացել եմ համացանցից, Սաղկազարդի օրը, եւ այդ օրից ես էլ լինելով մայրիկ, ես պատկերացնում եմ Դավիթի մայրիկին այս իրավիճակում եւ իմ քաղաքացիական պարտքն եմ համարում կանգնել ընտանիքի կողքին։ Ես էլ չեմ ճանաչում Դավիթին, ինքս կրկնեմ Արցախից եմ, ընդհանրապես ոչ մեկին չեմ, պրոստը լինելով ծնող, ունենալով 3 անչափահաս երեխա, հերոսիկին, քույրը եւ ցավոք, ես չեմ ուզում իմ երեխեքը գոնե այդտեղ այդքան անպաշտպան լինեն։ Ես էլ ունեմ 19 տարեկան տղա, 18 տարեկան աղջիկ։ Ասենք իրանք վախենան դրսում արտահայտեն կամ չգիտեմ չճանաչելով ուղեկցողին պետք է հասնեն նրան մահվան դուռը, չի կարելի դենց, իրանք անպաշտպան չեն, մենք պետք է ապրենք մի երկրում, որտեղ պաշտպանված ենք, խոսքը լսելի է ժողովրդի,